Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 21-ի համար։ Օրը երեքշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 21-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ոմանք հարսանիքի կհրավիրվեն, ոմանք ամուսնության առաջարկ կստանան կամ կանեն։ Ընտանիքում որևիցե կարևոր օր է ձեզ համար, կամ ցիկլային աշխատանք է, որ ամեն օր անում եք, այդ օրը եւս ոնց որ էլի պետք է անեք։ Կարիերայում մի փոքր բարձրացում, շատ չէ, բայց ինչ որ չափով տեսանելի կլինի, կամ եթե առևտրով եք զբաղվում, կարող առևտուր անեք ավելի լավ, ինչ որ փոփոխություն տեղի կունենա։ Օրվա ընթացքում կարող եք ինչ որ մեկի հետ վիճել։ Եվ եթե ձեր սիրելի մարդկանց հետ վիճեք, երեկոյան կհաշտվեք։ Երեկոյան նաև ձեզ կողան սեր խոստով անել, արդեն սիրված զգաք ձեզ, մոռանաք այդ վեճը, որ ինչ որ մեկի հետ վիճել եք։ Կամ ընտանիքի եւ հարազատների շրջապատում լինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 21-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը ոչ է նամակ կարող եք ստանալ փոստաթուղթ, ինչ որ մեկից SMS, նաև կարող եք թուղթ ստանալ, որի մեջ գրված է ժամ, որ այս ժամին այստեղ լինեք, այսպես։ Բացի դա ժամը ձեզ համար շատ կարևոր է, ուշադրություն դարձրեք, որպեսզի չուշանաք։
Հեռախոսը զանգ ունեք օրվա ընթացքում ինչ-որ հարցին լուծում տալու համար, ինչ-որ ելք փնտրելու համար, ինչ-որ նման պահեր։ Եվ լուսավոր մի բան տեղի կունենա, տրամադրությունը կբարձրանա, էներգիայով կլցվեք, միգուցե ելք եք գտնում, եթե ինչ-որ այստեղ ելք եք փնտրում, ապա այդ ելքը կարող եք գտնել։ Նաև եթե փաթեթը ինչ-որ բան եք պատվիրել, դա կարող է գալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին հոկտեմբերի 21-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, ուշադրություն դարձրեք ժամին, որպեսզի չուշանաք։ Նաև կտրուկ, ոչ է ինչ-որ պահ կարող է լինել, միգուցե ժամի հետ է կապված, կտրուկ կարող է փոփոխվել ժամը, կարող է ինչ-որ մեկ հետ պայմանավորվել եք, մեկ էլ անսպասելի փոխի տվյալ անձնավորությունը ժամը։ Նաև անսպասելի ոչ է մի բան տեղի կունենա, կտրուկ քայլ դուք ինքներդ կարող եք անել ինչ-որ մի բանի հետ կապված, եւ նաև դա կարող է լինել չմտածված քայլ, էմոցիոնալ կլինեք, կարող են սիրահարվել, սիրախոստովանություն ստանաք, սիրախոստովանություն անեք, ձեզ սիրված կզգաք, որտեղ միգուցե նաև ամուսնության առաջարկ են անում, կարող եք պատրաստվել նաև ամուսնությանը, կարող եք խոսել ձեր սիրելիի հետ արդեն ամուսնությունից, ընտանեկան կյանքից, նման թեմաներ կարող է շոշափեք եւ ձեզ լավը զգաք։ Նաև ընտանիքում ինչ-որ մի կարևոր պահ է եւ հիշում են այդ մասին, շնորհավորում են ձեզ, ձեր սիրելին եւ դուք եւս էլի դրանից ձեզ լավ եք զգում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 21-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը տրամադրությունը բարձր կլինի, կնստեք սեղանի շուրջ, այդպես բարձր տրամադրությամբ օրվա ընթացքում ոմանց համար սա ինտիմ հարաբերություններ է, ոմանք ցանկանալ պարկել հանգստանալ, միգուցե վատ եք զգում, հիվանդ եք, ուզում եք պարկել, էմոցիոնալ կլինեք այդ օրը եւ կարող ինչ-որ մի բան է կանգնած, ինչ-որ մի բան է դանդաղում, դա է ձեզ այդ էմոցիաները տալիս, որ ինչու է կանգնել, ինչու չի լինում, եւ դրանից կամ ինչ որ միտեղ կարող եք լինել, ինչ որ կարող է կարևոր տեղ է, այնտեղ երկար մնաք եւ էմոցիոնալ լինեք, այդպես դա արդեն ուրախություն է, ինչ որ ոնց է որ մենք գնում ենք օրինակ հրապարակ, կամ ինչ որ միտեղ այդ սալյուտներից, այդ ամեն ինչից ու տեսակ էմոցիաներ ես ունենում։ Երկար մնում ես այնտեղ։ Ինչ որ նման միտեղ մի բան կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին հոկտեմբերի 21-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը կտրուկ որոցեք քայլ կանեք, կտրուկ որևիցե ինչ-որ մի բան տեղի կունենա կամ դուք ինքներդ անմտածված ինչ-որ բաներ կարող եք անել։ Հաջողություն ունեք, ամենայն դեպս ինչ էլ որ անեք, հաջողություն ունեք, նաև կարող եք գորգռալ օրվա ընթացքում, միևնույնն է, հա, էլի նորից հաջողություններ ունեք, այնպես որ ինչ-որ խնդիրներ չեն լինի, եթե ինչ-որ մեկի վրա գորգռակ ինչ-որ միտեղ։ Նաև օրվա ընթացքում պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, ուսման կենտրոն եւ այլն, նաև դա կարող է լինել այստեղ ժառանգության հետ կապված հարցեր, որոշ գործեր ձեզ մոտ առաջ կգնան, կզարգանան, բիզնեսը, գործերը, աշխատանքը, նաև ոչ մասնագետի հետ ինչ որ ելք կփնտրեք։ Գուցե մազ եք ուզում ներկեք, գույն եք փնտրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հոկտեմբերի 21-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, նաև կարող են նախանձել, խոսել ձեր կյանքից, ձեր անձնականից, ինչ-որ բամբասանքներ կարող են լինել, ոմանք կարող են սիրահարվել, այդ օրը կարող եք կիսվել նաև, հա, ձեր սիրային թեմայից, ձեր սիրելիի մասին, իրեն, չիմանալով, որ նա երկերեսանի է և ձեզ կարող է դրդում է, որ բաժանվեք կամ այդքան էլ լավ դե լավ չի էլ տրամադրված, որ դուք օրինակ ունեք սիրելի ինքը չէ։ Դա այդ հարցերը պետք է ուշադրություն դարձնեք եւ մի կիսվեք։ Ոմանց մոտ ամուսնությունը հարսանիքը նավը հետաձգվի մոտավորապես 2 ամիս։ Կարող եք հետաձգել կամ եթե հարսանիքի եք հրավիրված, ապա դա կարող են հետաձգել 2 ամսով։ Եվ օրվա ընթացքում կարող եք պարկել, քնել, հանգստանալ, միգուցե նաև եթե գործարք պետք է կնքեք, գործարքը կարող են երկարացնել 2 ամսով։ Միգուցե ինչ-որ մեկը ամուսնության առաջարկ անի ձեզ, բայց ամուսնությունը ի վերջո վերջնական կարող եք որոշել ժամկետ կամ թե օրը 2 ամիս հետո։ Անմիջապես այդ օրը կարող եք չորոշել, չխոսել հարսանիքի օրվա մասին։ Նաև տան հետ կապված իրադարձություններ ունեք, հնարավոր է առիթ է, կամ դուք պետք է գնաք, կամ իրենք պետք է գան, կամ ինչ-որ բաներ են տան հետ կապված, կամ տան գործեր կարող եք անել, տեղափոխություն, ապրանքները, այս ու այն կողմ, ինչ-որ հարցեր տան հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հոկտեմբերի 21-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ինչ-որ մեկի հետ կարող եք վիճել։ Ինչ-որ հարցեր առաջ տանել, զարգանալ, նաև բիզնեսը կզարգանա, առաջ կգնա, աշխատանքը, գործերը, այդ օրը ինչ-որ անեք, հա, ոնց որ առաջ խաղացում կունենաք, եւ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 21-ին։
Հարգելի կարիչներ, այդ օրը կարող եք այցելել հիվանդանոց կամ ոչ բժշկական կենտրոն, ձեր մոտ ինչ-որ պրոցեդուրա կատարելու համար կամ այնտեղ հիվանդատես, օձեր կան, չարխոսակցություններ, բամբասանքներ, նման ինչ-որ կեղտոտ վերաբերմունք ձեր նկատմամբ, ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք այդ օձերը աշխատանքի վայրում են, նաև կարող եք պետական աշխատողի հանդիպել, ինչ-որ գործեր անել, բիզնեսը առաջ տանել, որովհետև այստեղ առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք, ինչ-որ գործեր առաջ կգնան, ինչ-որ գործեր կանեք, կզարգացնեք և բիզնեսի հետ կապված և ձեր աշխատանքը նաև գուցե ինչ-որ պետական հիմնարկության հետ կապված կամ աշխատողի հետ կապված ինչ-որ բաներ եք անում, դա առաջ կգնա նաև այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում գնանք աղեղնավորներին Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 21-ին Հարգելի աղեղնավորներ, այդ օրը կարիերայում բարձրունք ունեք, լավ լուր, գուցե կարիերայի հետ կապված, աշխատանքի հետ կապված, գուցե ինչ-որ առաջ խաղացում ունեք ձեր աշխատանքի վայրում, դրա մասին եք իմանում, ուրախ եք, բարձր տրամադրություն կունենաք, միգուցե նաև առաջարկում են, որ չէ, պաշտոն կամ ինչ-որ դիրք, և դուք տատանվում եք, ուզում եք, թե չեք ուզում, ինչ-որ կասկածների մեջ լինել նաև Օրվա ընթացքում ինչ-որ մի բան փակ է, ինչ-որ մի բան չի ստացվում, սպասում եք, դա կարող է անսպասելի բացվել, բայց շատ ավելի ուշ, ամենայն դեպս օրվա ընթացքում խոչընդոտներ էլ կան, որոնք որ ձեր տրամադրությունը կարող են գցել, մի փոքր լարվեք, հուզվեք, նաև կարող եք արտասվել Իսկ այն ինչը որ փակ է, ինչը որ չի ստացվում, դա մի փոքր ուշ հնարավոր է որ լինի Այսքանը ձեզ համար կամ հանկարծակի լուր կարող եք լսել է դրա վերաբերյալ Ձեզ հաճելի օր եմ մաղթում Գնանք այդ եղջյուրներին Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հոկտեմբերի 21-ին
Հարգելի այճեղջուններ, այդ օրը որոշ խոչընդոտներ կարող են լինել, սկսեք վիճել։ Վիճելուց հետո սկսում եք տատանվել, միգուցե արդյոք ճիշտ էր, թե ոչ, կամ այդ խոսակցությունը ինչ որ կլինի, դրանից հետո կարող եք սկսել տատանվել, ծանրութ թեթև անել։ Նաև որևէ մասնագետի կհանդիպեք կամ կխոսեք, ելք կփնտրեք միասին, ուրախ կլինեք իրեն տեսնելու համար, իրեն հանդիպելու համար, ինչ որ ելք եք փնտրելու այդ մասնագետի հետ, եւ հանկարծակի լուր կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 21-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հաջողություն ունեք, նոր դռներ են բացվելու ձեր առջև, նոր որևիցե հնարավորություններ են ստեղծվելու ձեզ համար։ Օրվա ընթացքում այստեղ ժամադրություն կա ոչ տղամարդու հետ կամ հանդիպում, սիրային ժամադրություն է, միգուցե կամ ձեր եղբայրն է, իրեն եք տեսնում, ամենայն դեպս ուրախ կլինեք, սիրված ձեզ կզգաք, երկար կմնաք այդ անձնավորության հետ իրար հետ, ինչ որ մի տեղում։ Նաև դա կարող է լինել Այստեղ ավելի շատ ժամադրություն է ոմանց համար։ Եթե ոչ, կարող է ձեր տղան է եւ գնում եք իր մոտ եւ այնտեղ մնում եք, հա, երկար մնում եք իրար հետ։ Եվ օրվա վերջ եւս էլի հաջողություն ունեք։ Հաջողությունը հաջողության հետևից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 21-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը հույսով լցված եք, հույսներ եք ինչ-որ բանի վրա կամ ինչ-որ մեկի վրա, նաև լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, հնարավոր է հղիության, ծննդաբերության մասին է, օրվա ընթացքում օձեր կան, չար լեզուներ, բամբասանքներ, դրանք կարող են լինել, նաև վերաբերմունք, այդպես վատ ձևով ճանապարհ եք գնալու, ուշադրություն դարձրեք, այստեղ կարող եք գլխացավեր ունենալ, եթե երկար է ճանապարհը, գլխացավեր կամ ձեզ ուղղակի վատ զգաք հետո։ Եվ որոշ գործեր առաջ չեն գնում, դրանից հուզվում եք, դրանից կարող եք նաև արտասվել, չեք կարողանում ինչ-որ գործեր առաջ մղեք։ Առաջ խաղացում չկա, զարգացում չկա եւ կարող եք նաեւ դրա համար մի փոքր հոգնել եք արդեն այդ process-ից կամ ինչ որ տրամադրություն է կարող է ընկնել կամ դες լավ չկզգաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Այստեղ եւս նայեք, չէ, չի լինում, կներեք։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։